Լավ անձնավորություն, լավ բժշկուհի, շատ բարիմաց, հետաքրքիր մարդ է։ Իրենից կարելի է միշտ սովորել։ Ինքը կարելի ասել որպես երևի հարազատ մոր նման վերաբերում է երեխաներին։ Բժիշկ աշխատելը մեծ պատասխանատվություն եւ մեծ անձնուրացություն է պահանջում։ Ուրեմն մեր բժշկուհինը ինչով է աչքի ընկնում, շատ մեծ բարիությամբ։ Ես պատկերացնում եմ, որ բոլոր բժիշկները պետք է բարի լինեն, բայց առավել եւս եթե մանկաբույժ է ու չեղավ բարի, նա չի կարող լավ բժիշկ համարել։ Իսկ լավ բժշկի մի հատ կարևոր ցուցանիշն է, որ իր սենյակի մոտ գրեթե միշտ հերթ է։ Շատ գեղեցիկ տրադիցիա է, երբ որ թե մաման, թե իր բալիկը եւ նույնիսկ տատիկներ կան, որոնք ծնվել են բժշկուհի Հակոբյանն է եղել իրանց մանկաբույժը եւ դա շքեղ բան է եւ շատ հետաքրքիր տրադիցիա է, որտեղ էլ լինի բժշկուհի Հակոբյանը, մեկը այդ տատիկը իր թորնիկին բերելու է բժշկուհի Հակոբյանի մոտ։ Անգամ իմ մանկաբույժն է եղել բժշկուհին ու շատ գոհշնորհակալ եմ, որ մինչև հիմա ասես լավ գոյատևում եմ, ապրում եմ իր շնորհիվ։ Ես կատակով ինքս իմ մասին ասում եմ, այո, ես ընտանեկան բժիշկ եմ, բայց մանկաբույժի մատորով։ Այսինքն դա նշանակում է, որ շնորհած մեծերին եմ նայում, բայց իմ սիրտը երեխաների հետ է։ Բժշկուհին երեխաների հետ ունի յուրահատուկ մոտեցում, ի տարբերություն մնացած բուժկենտրոնների եւ մնացած բժիշկների, բժշկուհու կաբինետ երեխաները բոլորը մեծ հաճույքով են մտնում, խաղալիքներով, խաղալով, զբաղվելով, խոսեցնելով բժշկուհին շատ լավ մոտեցում է գտնում է երեխաների հետ ու այսպես ասած լեզուն գտնում է երեխաների եւ թե մեծ հաճույքով երեխաները սպասարկում են բժշկուհու մոտ, մեծ հաճույքով գալիս են ու տպավորությունը թե գալիս են իրենց ընկերոջ մոտ, այլ ոչ բուժ հիմնարկ։ Ես ինքս դա սովորել եմ ու իմ տանը փորձում եմ աղջկաս հետ տենց այդ մոտեցմամբ վարվել։ Բժշկուհի Հակոբյանի մոտավոր ճանաչում եմ 3 տարի արդեն, շատ բարի, համբերատար անձնավորություն է, իրենից կարելի է միշտ սովորել շատ։ Իր այդ շատ հետաքրքիր է, շփվելը, զրուցելը։ Քանի որ ես ունեի բանասիրության հակումներ եւ լեզուների հակումներ, իմ ռուսերենի ուսուցչուհին ասեց, «Деточка, ты же у тебя такой голос и такая пластика, ты же актриса, какой медицинский». Բայց ես այդ ժամանակ ասեցի, որ իմ տվյալները չի համապատասխանում դերասանուհու տվյալներին, այսինքն արտաքին գեղեցկության տվյալները նկատի ունեի, եւ այդ ժամանակ իմ ռուսերեն ուսուցչուհին մի հատ արգումենտ բերեց, ասեց Ֆրունզիկ Մկրտչյան, слишком красив։ Ես հասկացա, որ իմ ռուսերեն ուսուցչուհին ինչ որտեղ ճիշտ էր։ Լավ դերասանուհի լինելու համար օրինակ Վերջալույս Միլիջանյանը նույնպես գեղեցկուհի չի, բայց ինչքան լավ է խաղում արտակի դերը։ Ու իհարկե այդ բոլորը մնաց հետևում, ես ինքս որոշեցի, որ պետք է բժշկական ընդունվեմ եւ ի պատիվ ինձ պետք է ասեմ, որ ես ընդունվեցի հենց առաջին տարին եւ պատվով ավարտեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որ այն ժամանակ համալսարան չէր կոչվում էր Երևանի պետական բժշկական ինստիտուտ։ Բայց ամեն ինչ սկսվեց դրանից հետո, ավարտելուց հետո։ Հատկապես դեմեր մայրիկս Եվ ինքը ասում էր հետևյալ արտահայտությունը. եթե Տերյանի հատորյակը դու բարձիդ տակն ես քնում, ապա հարց է առաջանում, ինչ բժշկության մասին է խոսքը։ Այսինքն ես հիմա էլ, ասենք, անգիր գիտեմ Տերյան,
Թումանյան եւ այլը, եւ դա իմ կյանքի գերագույն հաճույքներից մեկն է այդ ընթերցանությունը։ Մայրիկս ճիշտ էր ասում, ճիշտ էր նկատել իմ հակումը, բայց այնպես ստացվեց, որ որոշեցի, որ անպայման պետք է բժիշկ դառնամ։ Քանի որ Աստծո ողորմածությամբ ես ունեմ 3 որդի եւ 9 թոռ, ապա ունեմ հետեւյալ սկզբունքը. երբեք չնշանակել ուրիշի երեխային որևէ դեղամիջոց կամ որևէ բան, ինչը որ չեմ նշանակի իմ սեփական թոռանը։ Ինձ հետ կատարվեց այնպիսի դեպքեր, որ հիմա պետքա շատ արագ անցնեմ դրա վրայով, որովհետև շատ կերկարացնեմ, եթե պատմեմ, թե ինչպես բռնկվեց մի ամբողջ գյուղերը բռնկվեցին եւ այդ գյուղերից մեկը կոչվում էր Հարժիս։ Եվ այդ Հարժիսում 40 աշնան ջերմության մեջ պարկած էր ամբողջ գյուղը, ամբողջ բնակչությունը, եւ ես 23 տարեկան նոր ավարտած անձնավորություն պետքա գլուխ անեի այդ ամբողջ գյուղի պարկած հիվանդներից, որոնք բոլորը ծանր 40 աշնանի մեջ պարկած էին։ Եվ ահա այդտեղ հասկացա, թե ինչ է նշանակում բժիշկ աշխատելը, ինչքան ծանր աշխատանք է դա։ Եթե բժշկուհի չդառնայի, ապա ամենայն հավանականությամբ ես լինելու էի գրականության եւ լեզվի ուսուցչուհի։